Վարչապետ Փաշինյանը գրառում էր արել Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրագեղարարության հիմնադիրը լինելով հետ կապված, որ երկրորդել եք նրան հաշվառելով Լևոն Զուրաբյանի հետ, պարոն Ռուբինյան, ձեր հայրը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք 95-95 թվականներին եղել է ազգային ժողովի փոխնախագահ, արդյոք այդ ընտրագեղարարության իշխանության մաս չի կազմել ձեր հայրը, ու դուք համաձայն եք այդ գնահատականների հետ ընտրագեղարարների հետ կապված։ Նախ չհասկացա ինչով է Լևոն Տեր-Պետրոսյանի, Լևոն Զուրաբյանի հետ համատել եք երկրորդել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, բայց այո, ես համաձայն եմ, որ 1996 թվականի նախագահական ընտրությունները արդար ընտրություններ չեն եղել։ Ես դա իմացել եմ միշտ, եթե դուք հետ գնաք, օրինակ տեսնեք իմ հայտարարությունները, նույնիսկ մինչև հեղափոխություն, դուք կտեսնեք, որ ես անձամբ, բայց թողեք պատասխանը, բայց չգիտեմ, ենթադրում եմ շատերը այստեղ կարող են գոռաց լինել, բայց թողեք պատասխանը։ Շնորհակալություն։ Առաջնային հարցը ո՞րն էր, հա, իմ հայրը։ Նախ մինչև իմ հորը հասնելը պատասխանեմ հարգելի Փայլակի հարցին։ Ես իմացել եմ դրա մասին, միշտ խոսել եմ դրա մասին, միշտ, եթե կրկին վեր հանեք իմ նախկին հայտարարությունները, նախորդ տարիներին, ընդհանուր հեղափոխությունից առաջ տարիներին դուք կտեսնեք դա։ Հորս մասին, եթե դուք վեր հանեք իր օրինակ մի հոդված կամ հարցազրույց 2011 կամ 2012 թվականին արված կրկին կտեսնեք, որ ինքը վերաբերմունքը արտահայտել է 1996 թվականի ընտրությունների վերաբերյալ։ Այսինքն իշխանության մաս է եղել այդ ընտրագեղարար, ձայն դե խնդրում եմ այդ հոդվածի անվանումը, եթե չեմ սխալվում, մեղավորը մենք ենք, խնդրում եմ գտեք եւ կարդացեք։ Այս post factum է, այսինքն արձանագրել, որ ընտրագեղարար իշխանության մաս է կազմել պարոն Ռուբինյանը։ Ես կարծում եմ, եթե ես հիմա չպիտի մեկնաբանեմ իմ հայրը ինչ է արել կամ ինչպես, ես ասացի, եթե հարցը հետևյալն է, արդյոք անհետևողականություն չկա իմ ասացի միջև 96 թվականի ընտրությունների մասին այն բերմամբ, որ իմ հայրը եղել է այդ իշխանության մեջ, ես ասում եմ, որ չկա անհետևողականություն, որովհետև իմ հայրը ինքը 2011-ին, բայց դե թողեք ավարտենք։ Նա հայազգային կոնգրեսից է ընտրվել պատգամավոր։ Ձեր հայրը 2008-ին էլ է էլի այդ Ես եմ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցել։ Այսինքն ընտրագեղարարի կողքն եք կանգնել։ Ավարտին հայը։ Ես էլ եմ 2000 թվականների ընտրությունների օրինակարգությունը կասկածի տակ է դրել նաև անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Խնդրում եմ ավարտեք ձեր մենախոսությունը, ես պատասխանում։ Ավարտեցի 2008 թվականին ես էլ եմ 17 տարեկան էի, բայց ես էլ եմ աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանին, հայրս էլ է աջակցել, Նիկոլ Փաշինյանն էլ է աջակցել, որովհետև մենք այն ժամանակ համարել ենք, որ ավազակապետական կամ ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը, մոնղոլ թաթարական ռեժիմը պետք է շտապ ազատվել այդ ռեժիմից։ Իսկ ազգակործան պատուհացներից պետք է ազատվել, թե չէ։ Լևոն Տեր-Պետրոսյանն է քղումանում, ինքն էր ասել, ազգակործան պատուհացներից պիտի ազատվել, թե չէ։ Դե տեսնում եք, սա այն կետն է, երբ որ ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ընդհանրապես համաձայն չեմ, եւ դրա համար ի տարբերություն 2008 թվականի չեմ աջակցում։ Ձեր մանկությունը պարոն Ռուբինյան անցել է Լևոն Զուրաբյանի գաղափարների։ Լևոն Զուրաբյանի չէ, բացարձակ։ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հիսուս Քրիստոս, չէ։ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մանկությունը չի անցել Լևոն Զուրաբյանի։ Լևոն Տեր-Պետրոսյանի առնվազն։ Շնորհաբերան բան եք անում, էլի, բայց դուք ասենք նույն Ինչ ասել, ով ասել։ Լևոն Զուրաբյանը չէիք դուք բռնկվել։ Չեմ հասկանում։ Շոկոլադը Փաշինյանը։ Չէ, առհասարակ երևի։ Բան